Ես դες պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Եկեղեցի պետություն աներևույթ հակամարտությունն այնքան է խորացել, որ համագիրների փնտրտուքով վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս կիրակի նոյեմբերի 9-ին պատարագի կգնա Թալինում։ Հարկ է նշել, որ նոյեմբերի 9-ին կլրանա հայտնի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրման 5-րդ տարին։ Մինչ իշխանությունը ողջ էլիտայով պատրաստվում է մասնակցել այս պատարագին, հիշեցնենք Նիկոլ Փաշինյանի հետհեղափոխական եւ ոչ վաղ անցյալը։ Սա Նիկոլ Փաշինյանն է հեղափոխությունից օրեր անց։ Ես կարծում եմ, որ պետությունը եւ եկեղեցին Հայաստանի Հանրապետությունում անջատ են եւ պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին։ Իսկ սա Նիկոլ Փաշինյանն է հեղափոխությունից 7 տարի անց։ Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու վերաբերյալ իմ դիրքորոշումները որևէ փոփոխություն չեն կրել եւ չեն կարող կրել որևէ հանգամանքի ներքո Կտրիչ Ներսիսյանը պետք է վեհարանից հեռանա, այո ես որոշակի պլաններ ունեի եւ ունեմ այդ պլանները, բայց այդ պլանները չեն տեղավորվում այն հոլովույթի ներքո, որը ներկայացնում են շատերը Հայաստանի Հանրապետությունում, այո վեհարանը պետք է ազատվի Կտրիչ Ներսիսյանին։ Հեղափոխությունից 7 տարի անց ամեն դեպքում պետությունը խառնվել է եկեղեցու գործերին։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում 3 սրբազաններ կալանավորվել են, նրանցից մեկը դատապարտվել։ Հարկ է նշել սակայն, որ Նիկոլ Փաշինյանը իր խոստացած հոգևոր երթը դեպի վեհարան կարծես թե դեռ չի կազմակերպել եւ այժմ փորձում է կիրակնօրյա պատարագների միջոցով համագիրներ հավաքել։